Հեռանկար այսօր հյուրընկալել է հարաբագետ Արաքս Փաշայանին, մեր զրույցը կլինի հեռավար։ Մենք հիմնականում խոսենք Իրան-Իսրայել կոնֆլիկտի վերջին զարգացումների եւ մեր ավելի նեղ տարածաշրջանում դրանց հնարավոր ազդեցությունների մասին։ Բարև ձեզ, Տիկին Փաշայան, շնորհակալ ենք մեր հաղորդմանը մասնակցելու համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Իրան-Իսրայել պատերազմը, ես նկատի ունեմ այս պատերազմը, ոչ թե գլոբալ Իրան-Իսրայել կոնֆլիկտը, այս փուլում կարող ենք ավարտված համարել, թե սա ընդամենը հրադադար է եւ հնարավոր է հետագա զարգացումներում նորից հարձակումներ, նորից էսկալացիա լինի։ Շատ ճիշտ նշեցիք, իհարկե հրադադար է եւ խաղաղության մասին դեռևս խոսք գնալ չի կարող։ Մանավանդ, որ կողմերը որևէ փաստաթուղթ չեն ստորագրել, համատեղ որևէ հայտարարություն չեն արել, այսինքն այս լարված փուլը, որը կարելի է համարել Մերձավոր Արևելյան ճգնաժամի հերթական փուլ կամ Իսրայել-Իրան հարաբերությունների հերթական ճգնաժամի փուլ, կարելի է ասել այս պահին իրադրությունը Ամենայն դեպս ռազմական գործողությունները դադարեցված են եւ կարելի ասել այս պահին այդ լարվածություն, գլոբալ լարվածություն, ռեգիոնալ լարվածություն այս պահին չկա։ Ես ընդհանրապես հիշեցի Թրամփի ձևակերպումները 12-օրյա պատերազմ, այսինքն ինչ որ ավարտուն ձևի մասին էր խոսում Թրամփը։ Ամեն դեպքում առաջկայում որ զարգացումները, որ սցենարներն եք ավելի հավանական համարում։ Նախ ուզում եմ ասել, որ Թրամփի հայտարարությունները բավական հակասական են եւ շատ դեպքերում տարակուսանք են առաջացնում թե տարածաշրջանային խաղացողների, հակամարտ կողմերի եւ թե առհասարակ թե ամերիկյան հանրության եւ թե նաեւ մասնագետների շրջանում ամեն դեպքում փաստ է, որ Իրանի եւ Իսրայելի միջև լարվածությունը կա, կամ կարելի ասել, որ կա Իսրայելի եւ դրա դաշնակիցների, այսինքն ԱՄՆ-ի հավաքական արևմուտքի ուրեմն շրջանում փնտրահարույց հարցերը լարվածությունը Իրանի նկատմամբ, այսինքն ընդհանուր առմամբ Իրանի հետ կապված փնջուկը հանգուցալուծված չի, լուծված չի եւ հիմնական խնդիրը շարունակում է իհարկե մնալ միջուկային զենքի ստեղծման վախերը եւ Իսրայելը եւ նրա դաշնակիցները ձգտում են, որպեսզի հասնեն նրան, որպեսզի Իսրայելը հնարավորություն չունենա ստեղծելու միջուկային զենք։ Սակայն իսկույն հարցը միայն միջուկային զենքը չի, կան նաեւ այլ հարցեր, ընդհանրապես Իսրայելի համար կարևոր է նաև գազայի խնդրի լուծումը եւ շատ ուրեմն հետաքրիր է, որ իրենք ցանկանում են ունենալ Նատանյահուի կառավարությունը եւ Նատանյահուն անձամբ այդ խնդիրը լուծել ամենակոշտ, ամենավայրի ձևերով, այսինքն տպավորություն է, որ Իսրայելը կարծես ցանկանում է այնտեղ ուղղակի վերացնել դիմադրության բոլոր օջախները եւ այդ հարցում չի խնայում խաղաղ բնակչությանը, որը հայտնվել է կարծես ցեղասպանության, ֆիզիկական բնաջնջման եւ հումանիտար մեծ աղետի առաջ։ Այսինքն տարիներ շարունակ Իրանի կողմից եղել է հակազդեցություն Իսրայելի դեմ, այսպես սկսած Իրանի իսլամական հեղափոխությունից 70-ականների վերջերից Իրանը փոխել է իր արտաքին քաղաքականության վեկտորը եւ դա ուղղորդվել է Իսրայելի դեմ, այսինքն Պաղեստինյան հարցը դարձել է կարևոր նշանակություն ունեցող հարց եւ ընդհանրապես Իսրայելի սիոնիստական վարչակարգի դեմ հակազդեցությունը, ԱՄՆ-ի դեմ հակազդեցությունը դարձել է Իրանի արտաքին քաղաքականության հիմնական առանցքը։ Իսկ մինչ այդ, մինչ Իրանի իսլամական հեղափոխությունը 1979 թվականին, Իրանը եւ Իսրայելը եղել են բավական սերտ դաշնակիցներ եւ այդպիսի կտրուկ փոփոխություն է նկատվել եւ Իրանի նկատմամբ նաեւ լարվածություն է առաջացել Պարսից ծոցի արաբական միապետությունների շրջանում, քանի որ Իսրայելից բացի Պարսից ծոցի արաբական երկրները տևական ժամանակ համարում էին, որ Իրանը
միջամտում է արաբական երկրների ներքին հարցերին, շահարկում է պաղեստինյան հարցը, փորձում է օգտագործել արաբական երկրներում շիա բնակչությունը որպես 5-րդ շարասյուն եւ այլն։ Իհարկե վերջին շրջանում կարելի ասել լարվածությունը արաբական երկրների եւ Իրանի միջև բավական թուլացավ եւ նույնիսկ Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջև ձեռք բերվեց պայմանագիր ստորագրվեց եւ հարաբերությունների նորմալացման մասին։ Այսինքն ընդհանուր առմամբ տարածաշրջանում, այդ թվում արաբական երկրների շրջանում, նաեւ Թուրքիայի շրջանում կա ուրեմն ցանկություն, այսպես ասած, որի մասին հանրային չի խոսում, որպեսզի Իրանը լինի ավելի թույլ դերակատար տարածաշրջանում, կորցնի իր ազդեցիկությունը եւ վերանայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, որի մեջ արդեն նշել էի, որ պաղեստինյան հարցը բավական կարևոր տեղ էր զբաղեցնում։ Միևնույն ժամանակ պետք է նշել, որ Իրանի եւ Իսրայելի արճակատման, Իրանի եւ արաբական երկրների արճակատման ընթացքում, որը կարելի ասել արդեն տասնամյակներ է տևում, Մերձավոր Արևելքը գտնվում էր անկայունության, շարունակական անկայունության շրջափուլի մեջ եւ փաստորեն հակասիոնիստական այդ հռետորաբանությունը, որ նաեւ ներդրվել էր Պաղեստինում, մասնավորապես Գազայի շրջանում, չէր թույլ տալիս Իսրայելի հետ հարաբերությունների նորմալացման գնալ եւ փակուղու մեջ էր պահում այդ բանակցային ճանապարհով հարցերը լուծելու տրամաբանությունը։ Իհարկե նաեւ առանձին արաբական երկրներ, օրինակ Կատարը նույնպես ներգրաված էր այդ Գազայում կոնկրետ հակասիոնիստական շարժման բավական կոշտ, այսպես ասած, ռազմավարության մշակմանը եւ դրա մեջ կար նաեւ այդ իսլամիզմի բաղկացուցիչը։ Այսինքն կարելի ասել, որ Իրանը շատ դեպքերում վտանգ է ոչ միայն հենց միջուկային զենք ստեղծելու առումով, այլև Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները հենց վտանգ են Իսրայելի համար, որը իդեմս Իրանի միշտ ունեցել է թշնամի երկիր, որը միջամտել է պաղեստինյան հարցի կարգավորմանը։ Մյուս կողմից նաև շատ է խոսվում, որ հնարավոր է Իրանում վարչակարգի փոփոխություն, որ երկրի ներսում նույնպես կա դժգոհություն իսլամիստական վարչակարգի Հենց դա է ուզում հարցնել, Տիկին Փաշյան, տեսեք նշեցիք նաև, որ նախկինում շատ ծերտ հարաբերություններ են ունեցել Իրանն ու Իսրայելը, այսօր նաև նոր նշեցիք այդ վարչակարգի փոփոխության մասին։ Այսինքն, եթե 70-ականների, այսպես քաղաքական դասակարգերը նորից հաստատվեն Իրանում, այդ մերձեցումը նորից հնարավոր է եւ ինքնին այս փաստը, այս երևույթը ինչքանով է հավանական։ Գիտեք, շատ դժվար է առայժմ խոսել Իրանում իշխանափոխության մասին եւ նաեւ պետք է նկատի ունենալ գոնե որ արաբական գարնան, այսպես կոչված արաբական գարնան դեպքերից ի վեր այն երկրները, որտեղ իշխանափոխություններ են եղել կոշտ ձևով, եղել է արտաքին միջամտություն, այդ երկրները մինչև հիմա չեն կարողանում խելքի գալ եւ տեսեք ինչ է կատարվում Լիբիայում, Թունիսում, որտեղ հեղաշրջում եղավ, տեսեք, այնտեղ նույնպես շարունակվում է անկայունությունը, Եմենում քաոսային իրավիճակ է, այսինքն Սիրիայի հետ կապված իրողությունները, ի վերջո 2024-ին Սիրիայում հեղաշրջումը, որը նույնպես երկիրը կայունացնելու միտումներ գոնե այս պահին չկան։ Այսինքն հնարավոր է, որ իշխանափոխություն լինի Իրանում, բայց արդյոք դա կարող է բերել Իրանում իրավիճակի կայունացմանը, մանավանդ որ ծայրամասերում, Ատրպատականում, քրդական շրջաններում եւ այլ ռեգիոններում կան անջատողական
միտումներ, որոնք այս պահին իհարկե խոշափելի ձևով չեն արտահայտվում։ Հասկանալի է, ես ուզում եմ վերադառնանք Թրամփի ձեր նաև նշած հակասական հայտարարություններին, տեսեք, Թրամփը նշեց, որ միջուկային ծրագիրը, միջուկային ներուժը Իրանի վերացված է կամ, չգիտեմ, գրեթե վերացված է։ Նման կարծիք հայտնեց նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն, բայց օրինակ այսօր Reuters գործակալությունը բավականին հեղինակավոր իր սեփական աղբյուրների վրա հղում անելով եւ հիմք վերցնելով ամերիկյան հետախուզական տվյալները նշել էր, որ Իրանի միջուկային ծրագիրը գրեթե չի էլ փոխվել, այնտեղ այսինքն մեծ ավելացումներ այդ իմաստով չկան, մեծ կորուստներ չկան եւ ընդամենը Իրանի միջուկային ծրագիրը հետ է ընկել 1-2 ամսով, այսինքն 1-2 ամիս հետո Իրանը կունենա այն վիճակը, ինչ ուներ մինչև այս պատերազմը։ Ես ուզում եմ այս ինֆորմացիոն հոսքերի բազմազանության մեջ բանաձևը եղանակը գտնել, թե ինչպես ի վերջո կարելի է գնահատել, ինչ կորուստ է ունեցել հատկապես միջուկային ծրագրի մասով Իրանը եւ ըստ այդմ արդյոք կարծում եմ այդ տվյալներից է կախված նոր էսկալացիայի հնարավորությունը կամ հավանականությունը։ Գիտեք, այս պահին որևէ մեկն էլ չի կարող ասել, թե Իրանը ինչքանով է տուժել, որովհետև նաև իրանական աղբյուրներն էին շրջանառում, որ այդ միջուկային նյութերը դուրս են բերվել միջուկային ուրեմն օբյեկտներից եւ տեղափոխվել են այլ վայրեր։ Եվ նաև ուզում եմ նշել, որ որևէ պետություն, եթե Իրանի տեղը լիներ, այժմ եթե չուներ միջուկային զենք, այժմ ցանկություն կունենա ստեղծել միջուկային զենք, զուտ երկրի անվտանգային ուրեմն շահերից ելնելով։ Նորից եմ ուզում նշել, որ տվյալները, լուրերը, ինֆորմացիան շատ հակասական է, բայց կարծում եմ, որ Իրանը եթե չլինեն շատ մեծ ճնշումներ Իրանի վարչակարգի վրա, կարծում եմ, որ կշարունակի միջուկային խաղաղ միջուկային ծրագրի զարգացման իր կուրսը համենայն դեպս, իսկ զենքի հետ կապված կամ տուժելու հետ կապված բնականաբար կդժվարանամ պատասխանել այդ հարցին, բայց կարծում եմ, որ Իրանը կշարունակի եւ Իրանն կարծեմ մեկ անգամ չէ վերջին շրջանում, որ ցանկություն է հայտնել շարունակել բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ, այնպես որ Իրանը պատրաստ է նստել սեղանի շուրջ եւ քննարկել խաղաղ միջուկային ծրագրի զարգացման հնարավորությունները։ Արդեն պաշտոնական հայտարարություն կա այդ մասին, որ Իրանը շարունակելու էր միջուկային ծրագիրը, ես ուզում եմ ուղղակի մեջ բերել արտաքին գործերի նախարար Արաղչի վերջին հայտարարությունը, որ Իսրայելը եւ Միացյալ Նահանգների ագրեսիան դրական ազդեցություն կունենա Իրանի իր միջուկային ծրագիրը շարունակելու ցանկության վրա, դա ամրապնդում է մեր կամքը, մեզ դարձնում է ավելի վճռական, համառ, մեծ ջանքեր ենք գործադրել այս տեխնոլոգիան նվաճելու համար եւ այլն եւ այլն։ Մի խոսքով ստացվում է, որ այս պատերազմը Իրանին ավելի կուռ, ավելի այսպես վճռական, ավելի նպատակադրված է դարձնում հենց միջուկային ծրագրի հարցում։ Իհարկե, մանավանդ եթե Իրանի վարչակարգը կարողանա արագ ձևով վերակազմակերպել, ուրեմն իրավիճակը երկրում վերականգնել են վնասները, որոնք ենթակառուցվածքներին են տրվել, թե միջուկային օբյեկտների եւ թե քաղաքացիական ենթակառուցվածքների, կարծում եմ, որ կշարունակի այն նույն միտումները, ինչ որ մինչև օրս եղել է, եւ նաեւ հակազդեցությունը Իսրայելի հետ կապված իհարկե եւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարծում եմ կախված կլինեն, թե ապագայում ինչ կբանակցեն կողմերը։ Տիկին Փաշյան, նաև գանք մեր ավելի նեղ տարածաշրջան, հայ-ադրբեջանական կոնֆլիկտ, ամեն դեպքում այսօր հրադադարը եւ դա լավ է, արդյոք սա նվազեցնում է մեր տարածաշրջանում, նկատի ունեմ հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի հավանականությունը, որովհետև հիշում եք պատերազմի առաջին օրերին ինչպես էին բուժում հատկապես ընդդիմադիր դաշտի որոշ ներկայացուցիչներ, որ Ադրբեջանն էլ Հայաստանին է հարվածելու։ Անկեղծ ես
լիովին լավատես չեմ հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում, քանի որ Ադրբեջանը որևէ ցանկություն չունի նախ կնքել խաղաղության պայմանագիրը, կարծես ինքը իրեն ավելի ուժեղ է զգում եւ բացի այդ Ադրբեջանի թշնամական քաղաքականությունը Հայաստանի հետ կապված կարծես ավելի նոր թափ է ստանում եւ Ադրբեջանը ավելի ուրեմն վճռական է շարժվում այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի իր իսկ կողմից հնարված թեզի դրա ուրեմն ներդրմանը ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու հնարավորություններին եւ այլն եւ նաեւ ուզում եմ նշել, որ շատ ցավալի է Հայաստանի համար, որ ամենը մի քանի օր առաջ Ստամբուլում իսլամական համագործակցություն կազմակերպությունը ընդունեց մի հայտարարություն, որտեղ խոսվում էր այսպես կոչված արևմտյան Ադրբեջան, այսինքն Հայաստան ադրբեջանցիների վերադարձի մասին եւ կարծես մենք փակեցինք այն 30-ամյա էջը, որտեղ իսլամական աշխարհի բարձրագույն քաղաքական մարմինը Հայաստանը դատապարտում էր այսպես կոչված որպես օկուպացիոն, որպես ցեղասպան պետություն, որը մարդկության դեմ հանցագործություններ է արել, բռնազավթել է Ադրբեջանի տարածքները եւ այլն, եւ թվում էր թե պատերազմի հանգուցալուծումը եւ Ադրբեջանի տարած հաղթանակը, ուրեմն վերանայի իսլամական համագործակցություն կազմակերպության օրակարգը, սակայն կարծես այս ամեն ինչին ոչ սկիզբ կա, ոչ վերջ կա եւ հիմա էլ Ադրբեջանը ուրեմն նոր օրակարգ է բերում եւ այնպիսի տպավորություն է, որ իսլամական կազմակերպությունները կարծես սպասարկում են Ադրբեջանի շահերը։ Կարծում եմ Հայաստանը պետք է իր գործընկեր պետությունների հետ փորձի հասկանալ այս հարցերը, մանավանդ որ իսլամական համագործակցության կազմակերպության անդամ են, իդեպ 57 անդամ ունի կազմակերպությունը, անդամ են այնպիսի պետություններ, որոնք Հայաստանի հետ ունեն բավական ջերմ բարեկամական գործընկերային հարաբերություններ, ի թիվս օրինակ Եգիպտոսի, չգիտեմ, շատ ու շատ երկրների անուններ այդտեղ կարելի է տալ, բայց շատ այսպես ասենք մտահոգիչ է Հայաստանի համար այդ հանգամանքը, այսինքն այդտեղ կասկածի տակ է դրված Հայաստանի ինքնիշխանությունը, ամբողջականությունը եւ ես այս հարցում, այսինքն Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների հարցում որևէ լավատեսություն փաստացի չեմ կարող ունենալ։ Հասկանալի է խոսքը ընդհանուր իրավիճակի մասին, ես նկատի ունեի կոնկրետ իրանա-իսրայելական կոնֆլիկտի ազդեցության հանգամանքը, բայց բացի դրանից տեսեք, ասում եք, որ Հայաստանը պետք է իր գործընկերների հետ որոշակի, այսպես ծրագիր մշակի, հասկանա իր անելիքները, օրինակ այդ անելիքների կամ այդ ծրագրի կամ այդ ուղղության տրամաբանության մեջ տեղավորվում էր Փաշինյան-Էրդողան հանդիպումը, որովհետև մի կողմից դրական բնութագրումներ ունեցավ, սա մյուս կողմից խիստ բացասական, բայց ամենայն դեպս ունեցանք փաստ, որ դրանից ընդամենը մեկ օր հետո ձեր նշած Ստամբուլյան հռչակագիրը ձևավորվեց եւ ներկայացվեց։ Փորձեք շատ կարճ, մենք ավարտում ենք։ Ահա, գիտեք, խաղաղությունը իսկապես շատ պետք է եւ պետք է Հայաստանին, տարածաշրջանին, բայց խաղաղությունը նաեւ պայմանավորված է աշխարհաքաղաքական զարգացումներով, ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններով, ուրեմն Իսրայել-Իրան հակամարտության կարգավորմամբ եւ գիտեք, խաղաղությունը միշտ չի, որ հնարավոր է խնդրելով ձեռք բերել եւ դա շատ դեպքերում, այսինքն ինչքան էլ Հայաստանը ձգտի խաղաղության, ամեն կերպ խոսի խաղաղության մասին, խոսի խաղաղության խաչմերուկի մասին, դա կարող է որևէ շոշափելի ազդեցություն չունենալ խաղաղության իրական խաղաղության ձեռքբերման մասին, որքան որ կարևոր է ուրեմն պաշտպանական ուժերը ամրապնդել, մտածել ուրեմն լավ պաշտպանություն ունենալու մասին, լավ դիվանագիտություն ունենալու մասին եւ նաեւ իհարկե աշխարհաքաղաքական իրողությունները պետք է նպաստավոր լինեն։ Այնպես որ Հայաստանը պետք է այդ առումով փորձի ավելի գրագետ առաջնորդվել եւ ավելորդ ռեսուրսներ եւ էներգիա չծախսի այն խնդիրների վրա, որոնք որևէ ձևով որևէ ազդեցություն չեն ունենալու
Հայաստանի շուրջ, Հայաստանի սահմաններին խաղաղություն հաստատելու հարցում։ Շնորհակալություն այսքանը հարգելի հեռուստադիտողներ, մենք հեռավար զրուցում ենք Ղարաբաղ գետ Արաքս Փաշայանի հետ։